Պարոն Գուլյան, նախ հանրահավաքը հրավիրվել է, երեք օրինակ խոսվում էր այն մասին, որ այսօր Արցախցին գոյապահպանության լրջագույն խնդրի առաջ է կանգնած։ Արցախցին Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքով հայտնվել է սոցիալական, տնտեսական, կարելի է նույնիսկ ասել մշակութային, կրթական, առողջապահական լրջագույն խնդիրների առաջ։ Նախ կխնդրեմ անդրադառնաք այս հարցին, հա, ինչ իրավիճակ է, ինչպես են ապրում մեր արցախցիները, որտեղ շատ մտահոգիչ լուրեր են գալիս, մասնավորաբար մարզերից, խնդրեմ։ Դեք ես դժվար թե կարողանամ մանրամասն ձեր ասած տարբերակով ներկայացնել, բայց այն, որ այսօր արցախցիները դուրս են եկել ազատության հրապարակ, նշանակում է, որ այն ջանքերը, այն գործողությունները, որ կատարվել են իշխանությունների կողմից, դրանք բավարար չեն արցախցիներին հուզող բոլոր կարգի հարցերի լուծման համար։ Իսկ դրանք վերաբերում են ընդհանրապես մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Սոցիալական խնդիրները, արցախցիների բնակարանային ապահովման հարցերը, աշխատանքով ապահովելու խնդիրները, սրանք թեմաներ են, որ 1.5 տարի առաջ արցախցին ժամանելով, տեղահանված լինելով եւ գտնվելով իր հայրենիքի այս հատվածում, իհարկե մասամբ ինչ որ հարցեր լուծվել են, բայց որպեսզի այդ հարցերը հիմնովին, կապիտալ ձևով լուծվեն, կամ լուծվեն գոնե այն տարբերակով, որ մարդկային տարրական պայմաններ լինեն, թե աշխատելու, թե նորմալ բարեկեցիկ պայմաններում ապրելու, սրանք պահանջում են շատ ավելի համակարգված գործողություններ։ Իսկ որ համակարգված գործողությունների համար պետք է անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների, Հայաստանի պետական հաստատությունների անմիջական եւ սերտ համագործակցությունը Արցախի պետական հաստատությունների հետ, դա չի էլ կարելի քննարկել, որովհետեւ այն ինչ որ կուտակված է որպես տեղեկատվություն, որպես նախնական բազային ինֆորմացիա արցախցիների կարիքների մասին, նրանց ապահովվածության մակարդակի մասին, դա չի կարող զրոյից այսպես նորից սկսել Երևանում։ Եվ սա շատ խանգարող հանգամանք է, որ Հայաստանի իշխանությունները այդպես էլ չընդունեցին Արցախի պետական հաստատությունների հետ աշխատելու, համատեղ բարձելու, հենց այս նույն խնդիրները բարձելու թեման եւ դա շատ ավելի կհեշտացներ։ Ինչով եք դուք բացատրում այդ պահվածքը։ Ես չգիտեմ, չեմ կարող այդպես ասել, որովհետեւ տարբեր խոսակցություններ են հնչում, երևի այսպիսի վախվորված տեսքով, վախվորած պահվածքով անհնար է Ղարաբաղի մասին, ընդհանրապես Արցախի մասին խոսել, եւ եթե մարդիկ հրաժարվում են նույնիսկ Արցախ բառը հնչեցնելուց, պարզ է, որ շատ ավելի հեռուն գնացող մտքեր կամ արտահայտություններ իրենց չեն կարող թույլ տալ։ Սա միամտություն է մտածել, որ մենք Արցախ չասելով ինչ որ սպառնալիք ենք մեզանից հեռացնում, երևի, չգիտեմ, շատ պարզունակ այդպես ընկալում է, որովհետև կյանքը ցույց է տվել, որ նույնիսկ Արցախի հայաթափման պարագայում սպառնալիքները հայ ժողովրդի հանդեպ չեն վերանում եւ այսօր այդ նույն սպառնալիքները կախված են Սյունիքի վրա։ Պարոն Ղուլյան, խնդրում եմ արձագանքեք հետեւյալ հայտարարությանը, ընդամենը մի 2 օր առաջ հնչեց ազգային ժողովից վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուրթերից, որ մենք փակում ենք Ղարաբաղյան հարցը, իսկ մենք գիտենք Ղարաբաղյան Արցախի հարցը հայոց հարցի, հայկական մեծ հարցի մի բաղադրիչն է։ Նախ կխնդրեմ ձեր գնահատականը, ինչ է դա նշանակում, նրա ինչու հնչեցվեց այդ թեզը այսօր, հաջորդ հարցս կտամ։ Ես դժվարանում եմ այդպիսի արտահայտություններ մեկնաբանել, որովհետև այս բոլոր 30 եւ ավելի տարիներին Ղարաբաղի հարցը, Ղարաբաղի շարժումը փակելու բազմաթիվ անձիկ են եղել, բազմաթիվ ցանկություններ են եղել, նրանք բոլորն էլ հայտնվել են պատմության լուսանցքներում։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր ով ուզում է լինի քաղաքական կամ ոչ քաղաքական կերպար, ի վիճակի է միայնակ փակել Արցախի թեման կամ Արցախի էջ։ Այդ իրավունքը ունի Նիկոլ Փաշինյանը։ Դե հիմա իրավունքով ոչ մեկը իրավունքով որևէ մեկը կարծում եմ չի առաջնորդում եւ դա է պատճառը, որ մենք այդ իրավունք անտեսելու
հանգամանքները տեսնում ենք ոչ միայն հայկական ներաշխարհում, այլ նաև միջազգային իրավունքի դեպքում։ Ամուլյան, իսկ ինչու չլսվեց Արցախի ղեկավարության արձագանքը։ Շատերս սպասում էինք, որ շատ սուր հայտարարություն պետք է հնչեր Սամվել Շահրամանյանի մյուս պատգամավորների կողմից։ Ինձ թվում է, որ արցախցիների այսօրվա հավաքը այդ նույն արտահայտությունների պատասխանն է, եւ այնպես չի, որ բոլոր այդպիսի արտահայտություններին պետք է միայն Ղարաբաղի իշխանությունները պատասխանեն, վստահ եմ, որ դրա տեղն էլ է գալու, առիթն էլ է լինելու, որովհետև այն քաղաքական գիծը, որ այսօր վարում է Հայաստանի իշխանությունների կողմից, նաև այդպիսի մեծ դաշտ է բացել, բայց շատ ավելի հզոր է, ազդեցիկ է այն խոսքը, որ ամբողջ ժողովուրդն է հնչեցնում։ Իսկ որ այսօր այդպիսի պատասխան լինելու է, ես չեմ կասկածում։ Բայց եթե հայտարարում է զիջումներ չեն արվում, չեք կարծում զիջումներով է ասում, մենք զիջումներ ենք արել, թվում էր թե Արցախից պետք է լիներ հստակ հայտարարություն։ Մի տեսակ կարծես կա նաև վախվորածություն, հա, Արցախի ղեկավարության կողմից քայլերի առումով կա նման բան։ Գիտեք, զիջումների թեման չի վերաբերում արցախցիների միայն։ Զիջումների թեման վերաբերում է ամբողջ հայ ժողովրդին եւ այստեղ այնպես չի, որ միայն Արցախի հայությունը պետք է դրա պատասխանը տա։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր այս նույն հրապարակում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ցակումով Արցախից չեն, բայց ապրում են մեր համազգային խնդիրներով, ապրում են համազգային հույսերով, նպատակներով եւ մեր միասնական ձայնը պետք է լինի այդ նույն արտահայտությունների պատասխան։